Նախորդ շաբաթ մայրաքաղաքում տեղացած առատության հնարավոր անհարմարությունները մեղմելու ուղղությամբ աշխատանքները մեկնարկեցին անմիջապես, չդադարող ձյան տեղումներին համընթաց։ Ակնհայտ էր, որ առաջնահերթությունը պետք է տրվեր ավտոճանապարհների անցանելիության ապահովմանը։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ եւ անմիջական վերահսկողությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների մասնագիտացած կառույցներն անցան աշխատանքային շուրջօրյա ժամանակացույցին, իսկ ձևավորված օպերատիվ շտաբը վարչական շրջանների ղեկավարների հետ անընդհատ կապի ապահովմամբ համակարգում էր ընթացող աշխատանքները։ Բնականոն երթևեկությունը չխաթարելու նպատակով աշխատանքների մեծ մասը կատարվեց գիշերային ժամերին։ Արձանագրենք, որ շուրջօրյա ժամանակացույցի եւ սահմանված հերթապահության շնորհիվ ձյան-տեղումների դադարից հետո Երևանի կենտրոնական եւ երկրորդական բոլոր փողոցները հիմնականում մշակված, մաքրված ու երթևեկելի են։ Հաջորդ փուլում վարչական շրջանների ղեկավարների անմիջական հսկողությամբ ու մասնակցությամբ աշխատանքներ սկսվեցին մայթերի, հատկապես կանգառասրահների ու բակային տարածքների ձնամաքրման ուղղությամբ։ Սանմաքրման ձեռնարկությունների աշխատակիցների կողմից որոշ հատվածներ մշակվում են աղ ու ավազով։ Այդ նպատակով համապատասխան պաշարները մշտապես համալրվում են, իսկ առավել բարդ հատվածներում ձյանմաքրումն իրականացվում է հատուկ տեխնիկայի միջոցով։ Որ ոչ մի բան չասենք, արդեն աշխով տեսանելի է։ Արդեն տեսանելի է ու ինչա կատարվում։ Եվ մաքրությունը եւ ամեն ինչը եւ ժողովրդի համար է դա ամեն ինչը։ Շնորհակալություն բոլորին, բանվորից սկսած մինչեւ քաղաքապետ Տարոն Մարգարյան եւ մյուս բոլորին, ում չեմ ճանաչում, ովքեր որ ցես լավ աշխատանք են կատարում։ Շնորհակալ եմ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, օրինակ լավ է կազմակերպում այս աշխատանքները։ Ոչ մի անգամ այսպիսի աշխատանքներ չի կատարվել, որ հիմա է կատարվում։ Մենք շատ գոհ ենք մեր քաղաքապետից էլ շատ գոհ ենք, որ այսպիսի աշխատանքներ կատարում են, ժողովուրդը բոլորն էլ իրանցից գոհ են։ Տարածքը շատ նորմալ մաքրվում է, սենց բան ես չեմ տեսել։ Մեր քաղաքը, մեր տունը մենք պետք է մաքրենք, ուրիշ ոչ մեկը։ Մենք ավականիներով որոշում կայացրեցինք, որ բոլոր գործավարող սուբյեկտները, թե խանութ լինի, թե սրճարան լինի, թե ռեստորան լինի, իր հարակից տարածքները կարգավորեն։ Դա ոչ միայն ծաղիկ եւ ծարտնկելու մասին է խոսքը գնում, նաեւ այսպիսի ժամանակ, որ այն բոլոր մարդիկ, ովքեր ասում են, որ չի մաքրվում, իմ խանութի դեմը չի մաքրվում, իմ ռեստորանի դեմը չի մաքրվում, բայց իրանք միթե ուժ չունեն մի հատ բահ գնելու եւ իրենց աշխատողներին հանեն դուրս, որ մաքրվի, ամեն ինչ քաղաքապետարանի վրա թողել այդ ժամանակ, երբ որ մենք խոսում ենք, որ մենք Երևանը սիրում ենք, Երևանը ուզում ենք, որ լավ լինի, պահպանենք, ամեն մեկը, որ մի փոքր լումա դնի այդ գործի մեջ, ամեն ինչ կդզվի։ Երևանը միայն քաղաքապետին եւ քաղաքապետարանի աշխատողներն չէ, Երևանը բոլոր երևանցիներինն է եւ Երևանը պետք է ինձ թվում է մաքրել բոլորով։ Ամեն մեկը իր փոքրիկ լուման ունենա, իր դռան դեմը մի թեթև մաքրի, արդեն ըստիս շատ ավելի կհեշտանա եւ նման խոսքեր ասելու, նման մտքեր արտահայտելու կարծիք չի լինի։ Այս աշխատանքներից բացի վարչական շրջանների աշխատակազմերի հսկողությամբ համատիրություններն իրականացնում են բազմաբնակարան շենքերի տանիքներից սառցելեզվակների հեռացման աշխատանքներ։ Երեք օրինակ ես շատ մեծ բավականություն ստացա։ Երեք եկավ մի հատ մեծ հրշեջ մեքենա եւ մարդիկ հապուցներով եւ եկան նայեք բոլորը մաքրել են, իսկապես կյանքին վտանգ է սպառնում եւ շենքի ներսից եւ շենքի դրսից եւ մեծ հաճույք ստացանք բոլորս, որտեղ եկանք տեսանք պրոֆեսիոնալներ են եկան իրանց գործը արեցին, հիմա մի հատ չկա։ Տարվող աշխատանքների արդյունքներն ամեն օր զեկուցվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Բացի այդ, նաև պարբերական շրջայցերով քաղաքապետն անձամբ է ծանոթանում կատարված աշխատանքին։ Ձյանմաքրման աշխատանքների հետևանքով մայթերի եւ փողոցների եզրային հատվածներում կուտակված ձյունը բեռնելուց հետո թափոնները տեղափոխվում են դրանց համար նախատեսված հատուկ վայրեր։ Հաշվի առնելով տեղափոխվող ձյան մեծ քանակը, վարչական շրջանները նաև նոր տեղեր են հատկացնում բեռնաթափումն իրականացնելու համար։
Երևանյան փողոցներում նկարահանումների ժամանակ հանդիպեցինք նաև հայտնի երևանցիների, ովքեր անկեղծորեն խոստովանեցին, որ այս օրերին աշխատանքի շտապելուց առաջ բահաձեռքներին մաքրել են իրենց շքամուտքերին կուտակված ձյունը։ Նաև հավելեցին, որ տարիներ առաջ հարևանների հետ դա բարի ավանդույթ է եղել։ Օրինակ մեր շենքում շատ արվեստագետներ իջնում են, մաքրում են, որովհետև նրանք հասկանում են, որ դա նաև այն մշակույթն է, որ մենք ունեցել ենք դարերի ընթացքում։ Բնական է, եւ Ալեքսանդր Գրիգորյանը, ես հիշում եմ, նա բահովը գործեր անում, եւ այս կողքի հարևանը Վանուշը ժամանակին Խանամիրյան, ասում է եղբայր, ես ոչինչ, թող կինս չընկնի։ Ուզում եմ ասեմ, որ մարդիկ մտածում են։ Եթե մտածես շրջապատի մասին, դա նշանակում է մտածում ես առաջերտին քո մասին։ Ես ուզում եմ, որ մեր քաղաքացիները հասկանան, որ նրանք տերն են այս քաղաքի եւ յուրաքանչյուր շեմի, որտեղ նրանք ապրում են, տունը միայն բնակարանը չի, տունը այս ամենն ինչ որ շրջապատում է եւ եկեք լինենք տերը մեր քաղաքի, փորձենք մաքրել, օգնել որ այդ մաքրությունը միշտ լինի մեր քաղաքում։ Այն աշխատանքը, որ տարվեց շատ ժամանակին եւ շատ ճշգրիտ կենտրոնական գլխավոր փողոցները առաջի հերթին մաքրելու, թող չկարծեն ուրիշները, որ դա արվում է միայն նրա համար, այ գլխավոր փողոցը, այսպես այնպես, ոչ։ Դա արվում է նրա համար, որպեսզի քաղաքը կաթվածահար չլինի շարժման մեջ։ Հիմնական փողոցներն առաջի հերթին մաքրվում են եւ բավական օպերատիվ դա կատարվեց։ Մարդը այնպիսի մտածելակերպ ունի ընդհանրապես, որ ավելի շատ փորձում ամեն ինչից դժգոհել, քան գոհ լինել։ Չտեսնելով արվածը, բողոքում է չարվածի դեմ։ Հասկանալի է, յուրաքանչյուրին դա պետք է որ իր մոտ լինի, բայց մենք ինքներս էլ եթե մեր խանութի, մեր տան, մեր շենքի առաջ, մեր շեմի, մեր մուտքի առաջ ինքներս էլ մի փոքր մաքրենք, դրանով էլ կթեթևանա բոլորի գործը եւ բոլորի հոգսը։ Հավատացեք, որ քաղաքապետարանն անում է ամեն ինչ, որպեսզի Երևանցու համար լինի հարմար։ Այդ տեսնում եք, մեր Մկրտչյանի անվան թատրոն ինչպես է մաքրել իր տարածքը եւ ամեն օր է մաքրում, սառույցները մենք կոտրեցին, գցեցին, մաքրվեց, հիմա քարտասու մի քիչ տակացավ, արդեն սառույց չի առաջանում։ Ես ինչ եմ ուզում եմ առաջարկել, որ մենակ հույսները չթողնենք քաղաքապետարանի վրա։ Եկեք մենք հարևաններով է, բարեկամներով է եւ այլն ամեն մեկս վերջին հաշվով այս մայթը, այս փողոցը մենակ քաղաքապետարանի չէ, մերն է։ Եկեք միասին մենք էլ մաքրենք, մենք էլ շատ հարթենք ամեն ինչ, չէ՞ որ մեզ համար է ամեն ինչը։ Դա համար կոչ եմ անում, հետևեք մեզ բոլորիս եւ մաքրենք, իսկապես մաքրենք, դա օգնած կնենք առաջին հերթին մեր ժողովրդին, երկրորդ հերթին նոր քաղաքապետարանին։ Օդերութաբանական կանխատեսումներով տեղումներ հնարավոր են նաև առաջիկա օրերին, սակայն վարչական շրջանների համապատասխան ծառայությունները վերազինված մեքենամեխանիզմներով եւ անհրաժեշտ այլ պարագաներով պատրաստ են դիմավորել հերթական տեղումները, իսկ ձնամաքրման աշխատանքները հանձնարարված է շարունակել մինչև վարչական շրջանների ձնահեռացման անհրաժեշտություն ունեցող բոլոր հատվածները մաքրվեն։